Եվրոպան կանգնած է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամի առաջ։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունն հազանգում է, տարեսկզբից ծովային ճանապարհով Եվրոպա է հասել մոտ 400,000 փախստական, ավելի քան 4,000-ը մահացել է ճանապարհին, հիմնականում նավաբեկությունների հետևանքով։ Միայն վերջերս 240 փախստական խեղդվեց Լիբիայի ափերի մոտ, եւս 90-ը համարվում է անհետ կորած, բրկվեց ընդամենը 29 մարդ։ Այս տարի փախստականների քանակը ռեկորդային էր, այն մի քանի անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, ռեկորդային է նաև ճանապարհը չհաղթահարած մարդկանց նաև երեխաների թիվը, այն 1000-ով ավելի է։ Փախստականների անկառավարելի հոսքը վերահսկելու համար Եվրամիությունը ներքին սահմանները փակել է փշալարերով։ Սա աննախադեպ քայլ է եւ ըստ Եվրամիության սահմանադրության կարող է տևել ընդամենը 6 ամիս, մինչդեռ որոշվել է եւս 3 ամսով հետաձգել փշալարերի ապամոնտաժումը։ Իսկ Եվրամիության ներքին գործերի նախարարների հանդիպմանը հավանաբար կորոշվի 2 տարով փակել ներքին ու արտաքին սահմանները։ Մինչև այդ Փարիզում սահմանների անվտանգության հարցը քննարկել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ու Եվրամիության անվտանգության հարցերով հանձնակատարը։ 2016-ի հոկտեմբերին ափամերձ ու սահմանամերձ վերահսկողության սահմանումը Կազնևը որակել է դրական քայլ ճիշտ ուղղությամբ։ Առաջնահերթությունը մեզ համար Եվրամիության սահմանների վերահսկողության ուժեղացումն է։ Մի քանի օրից Փարիզի ահաբեկչության տարելիցն է։ Այդ ողբերգության պատճառներից մեկը ահաբեկիչների ազատ, առանց համապատասխան ստուգման ներթափանցելու հնարավորությունն է եղել։ Այսօր մենք դրական քայլ ենք անում ճիշտ ուղղությամբ։ Նոյեմբերի 13-ին Փարիզը կհարգի 1 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության 130 զոհերի հիշատակը։ Եվրամիության անվտանգության հարցերով հանձնակատարի խոսքով ահաբեկչության դեմ պայքարի հարցում Եվրամիության երկրները պետք է միասնական գործեն։ Սահմանային անվտանգությունը կառավարությունների գործն է, բայց Եվրամիությունը կարող է օգնել, աջակցել այդ գործընթացին։ Այս քայլերը միտված է փոքրացնելու ահաբեկիչների գործունեության տարածքը։ Եվրաընտանիքը պետք է միասնական ջանքերով պայքարի ծայրահեղականության դեմ։ Միայն 2016-ի առաջին 7 ամիսներին Արևմտյան Եվրոպայում ահաբեկչության զոհ դարձավ 143 մարդ։ Գանե Ղազարյան, ժամը լրատվական։